Ինչպես ես դու ապրում, ես պետք է գրեմ քեզ, ես իհարկե կուզենայի, որ մենք զրուցենք, բայց գիտեմ, որ դու դրա համար ժամանակ չունես։ Այ օրինակ երեկ առավոտյան երկար սպասում էի, որ երբ արթնանաս, միասին քո օրվա ծրագիրը կազմենք, որպեսզի քեզ տա ինքնավստահություն և ուժ դժվարությունների համար, բայց դու չուզեցիր խանգարել քո քաղցր քունը, իսկ հետո ուղղակի ժամանակ չունեիր, լվացվեցիր, մաքրվեցիր և մի վերջին հայացք նետեցիր հայելուն և հեռացար։ Մի պահ քո հայացքը ուղղվեց Աստվածաշնչին և մտածեցի ուզում ես կարդալ խոսքը իմ, խոսել ինձ հետ, թեկուզ մեկ րոպե, և արդեն որոշում է ինչպես նվիրեմ իմ ժամանակը քեզ, բայց դու գնացիր, փակելով քո հետևից դուռը, և որովա ընթացքում կրկին սպասում էի, որ դու կխոսես ինձ հետ, բայց ապարդյուն։ Հիշում ես քո ընթրիքը, տաք ուտելիքը, համեղ կերակուրը, այո, այդ բոլորը իմ կողմից էր, բայց դու այդ մասին չես էլ մտածել, անգամ շնորհակալական ոչ մի խոսք չես ասել։ Դրանից հետո դու խոր շունչ քաշեցիր, երբ կանգնած էի կողքիդ, սպասում էի, որ հենց այդ ժամանակ կկիսվես ինձ հետ և միգուցե խնդրես օգնություն, բայց ինչ-որ միտք գրավեց քո ուշադրությունը և չհասկացա, թե ինչու ինձ չդիմեցիր։ Հիշում ես, երբ դու վատ լուր ստացար, այդ ժամանակ այնպես էի ուզում չորացնել քո արցունքները, նույնիսկ փորձեցի դանել իմ ձեռքով և ուղարկեցի քեզ թեթև տաք քամի, թռչյունների երգը, որպեսզի նրանք քեզ շեղեն այդ մտքից, արևի շողերը, կապույտ երկինքը, բայց դու ոչինչ չհասկացար և չխոսեցիր ինձ հետ։ Դու երեկոյան եկար, միացրեցիր հեռուստացույցը և մտածում էի, միթե դա ավելի հետաքրքիր է։ Դու հոգնած ընկար անկողնուն և ես քեզ չեմ մեղադրում, ինչպես մարդ կարող է այդպիսի վիճակում աղոթել, մտածել հոգևորի մասին։ Չնայած ես դեռ հույս ունեի, որովհետև մի վայրկյան ես անցա քո մտքով, բայց դա արդեն երազ էր։ Երբ նոր օր կբացվի, հիշիր իմ մասին, իմ զավակ։ Ես միշտ քեզ հետ եմ, ես քեզ սիրում եմ։